Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ Հայաստանը ես եմ նախաձեռնության հիմնադիր Նայիրի Սարգսյանն հետ, շնորհակալ եմ պարոն Սարգսյան մեր հավերն ընդունելու համար։ Թեպետ ընտրություններից հետո բավական երկար ժամանակ չենք զրուցել, բայց ինձ սովորաբար քաղաքական դաշտում քիչ մարդիկ կան, ովքեր այսպես սրված իրավիճակում փորձում են ավելի adekvatության դաշտում նայել իրողություններին, դուք այդ քիչ մարդկանցից մեկն եք, ով համոզված էր, որ անկախ ընտրությունների արդյունքներից աշխատելու տեղ կա եւ պետք է հունիսի 8-ին շարունակել աշխատել։ Հիմա ընտրությունները չավարտվեցին այնպես, ինչպես ընդդիմություններ ակնկալում կամ հայտարարում, պնդում։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ մնալ իշխանության, ինչը էլի adekvat գնահատողների, գործիչների կողմից եղած տվյալների վրա հենց այդպես էլ ընկալվում էր։ Այո, հիմա քանի որ դուք նաև այն մարդկանց եք, որ համոզված էր, որ հունիսի 7-ից հետո պետք է աշխատել, պետք է գործ անել, ընդդիմությունը մի փոքր խորհրդարանական հետ է քաշված, պարտության բանը հարվածի տակ են ընկել։ Խնդրեմ դուք ասեք, ինչ եք մտածում, ինչ պետք է անի այս իրավիճակում այն հասարակությունը, որը 50+%-ով մերժել է Նիկոլ Փաշինյանին։ Թեպետ ինքը մնացել է իշխանության։ Հասարակությունը յուրաքանչյուր անգամ իր անելիքը անում է։ Ի զարմանս շատ շատերի, բայց մեր համար շատ կանխատեսելի ու մենք միշտ գովերգում ենք եւ նույնիսկ ձևակերպում ենք հետեւյալ կերպ. հասարակությունը իր հավաքական հասունությամբ եւ իմաստնությամբ մի քանի քայլ առաջ է քաղաքական գործիչներից։ Հասարակությունը վերջին եկեք 5-6 տարին վերլուծենք, հայրենիքի փրկության շարժմանը դուրս եկավ, երբ իր խոսքը ասեց, դիմադրության շարժմանը դուրս եկավ, իր խոսքը ասեց, սրբազան շարժմանը դուրս եկավ, իր խոսքը ասեց, ընտրությունների ժամանակ իր խոսքը ասեց։ Հասարակությունը էլ ինչ անի։ Այսինքն հասարակությունը ոչ թե պետք է անի, այլ հասարակությունը կատարում է։ Այդ հարցը տալուց նկատի ունեի էլիտաներին, որոնք այդ հասարակության տարբեր շերտերին ներկայացնում են, ասենց ճիշտ ձևակերպել։ Քաղաքական եկեք էլիտան չասենք, քաղաքական ուժերը եւ գործիչները պետք է դասեր քաղեն եւ ամենամեծ սխալը, որ հանդիպում է նամանավանդ վերջին ամիսներին, սեփական սխալի չգիտակցումն է։ Այսինքն բոլորը մեղադրում են բոլորին։ Ընդդիմությունը հաջորդ ընդդիմությանը, մի ուժը մյուս ուժին, ընդդիմությունը հավաքական իշխանությանը եւ այլն, բայց երբևէ չես լսում, որ սեփական սխալներից դասեր քաղեն։ Լավ, թող չխոսեն սեփական սխալներից, թող չբարձրաձայնեն դրա մասին, բայց դասեր քաղեն եւ անդադ չկրկնեն։ Ընդդիմությունը ստախոսության մեջ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, դա ասենք Նիկոլ Փաշինյանը քրոնիկ սուտասան է, չի կարելի այլ ձևակերպել։ Ինքը տալիս է խոստում, ընդդիմությունը սուտ չի խոսում։ Տալիս է խոստում հակառակ իրականացնում։ Այսինքն նույն այդ մեղսագրվող արարք ինքն է թույլ տալիս։ Պարոն Սարգսյան, ինձ մի բան է, ես այս վերջերս ընտրությունից հատկապես մշտապես եմ այդ համոզմունքն եղել, որ իրավիճակը չի կարող փոխվել, եթե քաղաքական պատասխանատվություն չլինի, այսինքն ստանձնողներ չլինեն։ Հիմա լավ, եղել է ծրագիր Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Մի քանի ուժ չեն հաջողել այդ ծրագիրը իրագործելու այս ճանապարհին։ Հիմա որը պետք է լինի քաղաքական պատասխանատվությունը, որովհետև գիտեք, ես խոսակցություն եմ լսում, որ ասում են, այ որ Նիկոլը վարչական ռեսուրս չկիրառեր, այ թաղեմ Նիկոլի գլուխը, որ չբռներ մարդկանց, բան չաներ, դա գիտեք, ես ինչ եմ նմանում այդ խոսակցությունը, որ Նիկոլը եթեր մտնի, ասի այ որ Ալիևը բայրակթարներ չօգտագործեր, որ բանակին հրաման չտար, որ մեզ վրա հարձակվեին կամ հարձակվելուց որ չկրակեին, մենք կհաղթենք այդ պատերազմը։ Կներեք, հիմա պարտվել ենք 44 օրեն որպես դու իշխանություն ես պարտվել եւ մենք որպես ընդդիմություն պարտվել ենք։ Լավ, դրա պատասխանատվությունը ո՞րն է, որը պիտի լիներ։ Դուք ո՞նց եք պատկերացնում։ Որտեղ պատասխանատվություն պիտի լինի, չէ՞ որ Նիկոլից էլ պատասխանատվություն պահանջես։ Պատասխանատվություն կարծում եմ կլինի, մեր հասարակությունը կտա այդպես իր պատասխանը, որը տեղի ունեցավ նախորդ խորհրդարանական ուժերի պարագայում, այսինքն հավաքել են իսկ քանակի ձայներ,
հաջորդ ընտրությունին 26 թվականի ընտրությունին հասարակությունը ցույց տվեց, որ այլևս չի վստահում կամ վստահության քվեն նվազագույնը 50%-ով իջել է։ Իսկ քաղաքական ուժերը իրենց պետք է պատասխանատվության ենթարկեն նախ առաջին հերթին իրենց սխալի գիտակցումը եւ սխալի ուղում իրականացնեն, եթե դա հնարավոր է իհարկե։ Անհնարինության պարագայում կարծում եմ արդեն պետք է իրենց տեղը իջեն։ Եղել է ինքնական պատասխան մեր քաղաքական իրականություն, որ մարդը գա ասի ժողովուրդ ջան, այս ծրագիրը կար, արել ենք, չի ստացվել, ես պատասխանատվություն։ Այ վատը հենց նա էր, որ ծրագիրը չկար։ Տեսեք, բոլորս էինք խոսում իշխանության հեռացման մասին, բոլորս էինք խոսում։ Ընդ որում այդ թվում ես հրապարակային բազմիցս հիմնավորել եմ մեր ուժի դաշինք կազմելու այդպես մանրակրկիտ հիմնավորումները, թե ինչու ենք մենք դաշինք կազմել եւ որն էր նպատակը։ Բայց արդյոք կար Նիկոլի ծրագրին փոխարինող ավելի լավ ծրագիր, ավելի իրատեսական ծրագիր, արժանահավատ ծրագիր։ Դա մեր հասարակությունը չտեսավ, այնուամենայնիվ չտեսնելով հանդերձ գնաց եւ մերժեց Նիկոլ Փաշինյանին։ Եվս մեկ անգամ պետք է փաստենք 26 թվականի ընտրությունները գրեթե նույնությամբ կրկնվել են 26 թվականին։ Բայց միևնույն ժամանակ իշխանության չբերեց ծրագիր չունեցող ընդդիմությանը։ Այսինքն ոչ թե գնաց վարկանիշային քվեարկության, կրկին գնաց հակավարկանիշային քվեարկության եւ ոչ թե գնաց կողմ որևէ ծրագրի, այլ գնաց դեմ Նիկոլ Փաշինյանին։ Սա է խնդիրը։ Մենք չկարողացանք հասնենք այնպիսի իրավիճակի, որ 2026 թվականը լինի վարկանիշային կամ ծրագրային ընտրություն։ Չեղավ այդպիսի բան։ Հիմա սա բոլոր ուժերին կոչ, խորհուրդ, խնդրանք, հորդոր, թող որը ինչպես ցանկանում են տունել, պահանջ այդ թվում, որ պետք է ամեն ինչ անել։ Հաջորդ ընտրությունները, որ ես վստահություն ունեմ, որ պետք է արտահերթ տեղի ունենա եւ ոչ թե 5 տարի եւս սպասենք կամ 5 տարի գնան խորհրդանում մեկը մեկին, չգիտեմ, անբարոյական հաջորդ դավաճան եւ այլն ասի, այլ պատրաստվեն իրական ծրագրային այլ ընտրանքային ընտրության։ Դա եւ մեզ է վերաբերում առաջին հերթին մեզ, ինձ, ձեզ եւ այլ ուժերին։ Նման պարագայում արդեն հնարավոր է հասնել հաջողության։ Բայց հիմա քաղաքական ինչ-որ ստատուս քվո է հաստատված, չէ՞, ընդդիմություն իշխանություն։ Հիմա ո՞նց պետք է, չէ՞ որ նոր իրողություն ստեղծելու համար պետք է ստատուս քվոն ջարդել։ Կարող են ջարդել շատ հեշտ։ Ո՞նց։ Երկուսի պարագայում, օրինակ ինչպես ենք իշխանության այդպես բոլոր թերացումները հայագործան, Հայաստանալուծարման գործողությունները բացահայտում անդադ թիրախային աշխատում դրանց ուղղությամբ եւ զուգահեռ իրականություն ներկայացնում։ Օրինակ Հայաստանի ԵՍՄ 1 տարի մինչև նախընտրական ժամանակահատվածի բուն մեկնարկը շատ թիրախային աշխատանք էր տանում, որը մենք շարունակելու ենք իմիջայլոց։ Պաշտոնական նամակագրություն, խնդրի առարկայի նկարագրություն, խնդրի լուծման ուղիների նկարագրություն, պաշտոնապես ուղարկում ենք կառավարություն եւ բոլոր գերատեսչություններին վերաբերելի։ Ու անդադ հետևողական, յուրաքանչյուր շաբաթ ուղարկում ենք, նույնիսկ նախարարությունների աշխատողներն ասում են, լավ, դե ինչ եք ուզում մեզանից, ինչքան կարելի է այդքան այդպես տանջել մեզ։ Այսինքն ինչ ենք մենք դրանով անում։ Առաջին հերթին կա ստատուս քվո։ Դու ես այսօրվա իշխանությանը, պարտավոր ես աշխատես։ Ընդդիմությունը նրա համար է նաև, որ ստիպի իշխանություններին աշխատել։ Այսինքն մենք դրանց աշխատացնողներն ենք, նրանց գործատուն ենք, նրանց հանձնարարողներն ենք։ Առաջին հերթին դա պետք է իրականացնենք։ Խորհրդարանական ընդդիմությունն այլ ունի առաքելություն։ Եթե որոշել են, որ պետք է վերսեն մանդատները, ուրեմն հաստատ ունեն առաքելություն ու հաստատ ունեն ահռելի անելիքներ։ Այդ թվում նրանց պետք է ստիպենք, որ աշխատեն։ Այսինքն զուգահեռ երկու ուղղության վրա պետք է թիրախային աշխատանք կատարենք։ Տեսեք, շատ լավ բան եք ասում, բայց մի դրվագ կա, որ պետք է ճշգրտենք։ Հասարակությունը այնպես են բաժանել, հասարակությանը այնպես են բաժանել, որ երբ որ դուք օրինակ գործնական առաջարկներ եք անում իշխանությանը, ասում են, այս հեքիաթների հետևից եք եկել եք թուրքական իշխանությանը ինչ-որ առաջարկ եք անում, որ աշխատեն։ Իրականում այդ հարցադրումը կար։ Ես ասեմ, իմ մոտ էլ կար, անկեղծ ասեմ։ Օրինակ, երբ որ դուք սկսեցիք ձեր նախաձեռնությունը նոր եւ այդ նամակների շարքն եք սկսել, իմ մոտ անկեղծ հարցեր առաջ, ասում լավ, այս մարդիկ նամակ են գրում այս կառավարությանը, որ ինչ լինի, այսինքն եթե այս մարդիկ ուզենան լավ բան անել, ձևը չգիտեն, եւ սա մեկ, եւ երկրորդը ընդդիմության մասով, հա, երբ որ դու օբյեկտիվ հարցադրումներ ես անում ընդդիմությունը շատ հանգիստ կարողանում է պիտակավորել այդ մարդկանց քաղաքական, ասում նիկոլական են սրանք։ Իշխանության թույլատնում են միասնական ընդդիմությանը, չգիտեմ, իշխանության ջրաղացին ջուր են լցնում։ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտներն են։ Հիմա ես ասում եմ մեղադրանքներ, որոնք հավանաբար հնչելու են, երբ որ դուք սկսեք նաև
որպես Ընդդիմության հետ միավոր, հա, Հայաստանը ես եմ միավոր, ընդդիմության եւս հարցեր տա։ Բայց ես մի բան հասկանում եմ, այսքան տարի լրագրությամբ եւ քաղաքական վերլուծությամբ զբաղվելով, չես կարող հասնել իշխանության դուռը, եթե ընդդիմության հարցերը կոպիտ ասած լուծված չեն։ Հնարավոր չէ, այսինքն դա աստիճան է, որ պետք է անցնես, դու պիտի սկզբում զբաղեցնես անդիմադիր դաշտը, հետո նոր հայտ ներկայացնես իշխանության գալու։ Ես համաձայն եմ ձեր ասած տեսակետին, այդ մեղադրանքներին, որը այդ թվում այժմ տարբեր ուժեր միմյանց են չեսնում են, բայց դրա ձևն էլ կա շատ հեշտ, խաղայական, տաղամարդկային, բարոյական, այդ թվում իրավական ձևաչափով նրանց ցույց տալ իրենց աշխատանքի ուղղությունը։ Այ հետաքրքիր բան եք ասում եք լավ բան են ցանկանում անել, չեն կարողանում, ոչ չեն կարողանում։ Համապատասխան պատրաստվածություն չունեն, որ իմանան որ ուղղությամբ որ ոլորտը զարգացնեն, այսինքն չունեն հստակ ռազմավարություն, օրինակ մինչև 50 թվականի տնտեսական դոկտրիներ հրապարակել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 40 էջանոց ամոթ էր ուղղակի։ Այսինքն ակնհայտ է, չէ՞ որ այս մարդիկ չգիտեն, երկրորդ դե չեն էլ ցանկանում, որովհետև մենք գիտենք, որ իրաց նպատակը 2050 թվականը ֆուտբոլի հավաքական տինի աշխարհի չեմպիոն կամ չգիտեմ առաջին երեք տեղերը զբաղեցնի, դա ի՞նչ ծրագիր է։ Այսինքն մենք ինչ արեցինք նույն նամակագրությունով։ Ճիշտ եք ասում նաև եւ հասարակությունն է շատ դեպքերում ասում ինչ է ակնկալում այս իշխանությունից եւ իշխանությունն էլ չի ցանկանում մեր հանձնարարությունները ուղիղ ձևաչափով կատարի, բայց մի դեպք նորից հիշեցնում տարբեր դեպքեր իհարկե էպիզոդներ ունենք։ Մենք հիմնավորեցինք հասարակական ու հանրային ճնշում գործադրեցինք, որ բիզնեսը շատ է գտնվում այդպես հարկային ագրեսիվ վարչարության տակ եւ քրեական գործը այդպես բիզնեսի համար դարձել եք մահակ, ում հասցնում բռնում տանում եք եւ պետք է քրեական պատասխանատվության շեմը 10 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 50 միլիոն դրամ։ 2-3 ամիս չկատարեցին, ճնշումը մենք շարունակեցինք հետեւողական, իրենք մի քիչ վերափոխված 5 միլիոն էս կողմ 5 միլիոն են կողմ նույն ծրագիրը ընդունեցին։ Այսինքն իրականում բիզնես համայնքի համար մենք կարողացանք բարիք ստեղծենք, այո, կարողացանք ստեղծենք։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել հեռացնել 2026 թվականին, մենք չենք թողնելու մեր երկրի տարբեր ոլորտներ այդպես հերթով փլուզվեն, ոչ, որը հնարավոր եղավ հանրային ճնշումով, իրավական որևէ ձևաչափով պաշտպանել եւ պահպանել դա անելու ենք, զուգահեռ իհարկե չենք մոռանալու Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին։ Իհարկե զուգահեռ աշխատացնելով նաև ընդդիմությանը։ Հիմա տեսեք, եթե մենք գնում ենք իշխանությանը աշխատացնելու, բայց դրա համար պետքա նաև խորհրդարանական աջակցություն, որ խորհրդարանից ամենօրյա կտրվածքով կամ յուրաքանչյուր քառօրյայի ժամանակ հարցանթադ հնչեցնեն, ավելի լայն լսարանել դրա մասին տեղեկանան, եւ նրանք դա չիրականացնեն։ Չպետք է պարտադրենք, որ դա իրականացնեն։ Իհարկե պետք է պարտադրենք։ Հակառակ պարագայում իրենք են Նիկոլի պրոյեկտ դուրս գալիս, ոչ թե մենք։ Այսինքն երկուսին համատեղ աշխատացնելու բազմաթիվ մեխանիզմներ կան, որը որ հնարավոր է իրագործել։ Երբ կսկսվի քաղաքական կյանք այսպես ռեանիմացիայից դուրս գալ։ Կարծում եմ սեպտեմբերից, առաջին նիստից հետո մենք արդեն ականատես կլինենք որոշակի այդպես առաջին նիստերի իհարկե ակնկալում եմ որոշակի կրկեսային տրամաբանության, այնուհետև ընթացքը ցույց կտա։ Կլրջացնեն, թե ավելի կան լրջացնեն իրավիճակը։ Հա, պարոն Սարգսյան, այսպես ասեմ, դուք տեսնում եք, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը լիարժեքորեն պատկերացնում են մարտահրավերները մեկ, պատկերացնել մի կողմ, բայց առաջինը պիտի պատկերացնել։ Եվ երկրորդը ունեն լուծումներ։ Ես չեմ դրա գնահատական տվող, դա կարծում եմ իրենք պետք է եւ պատկերացնեն եւ այդ գնահատականը տան։ Ես եթե ունենայի այդպիսի պատկերացումներ, ես հիմա կգտնվեի խորհրդարանում, ի սկզբանե ես չեմ պատկերացրել եւ դա համարել եմ անարդյունավետ գործիք, շատ ավելի արդյունավետ գործիքների կողմնակից եմ, բայց դա չի նշանակում, որ իմ կարծիքը բացարձակ ճշմարտությունն է եւ այլ կարծիքները կամ այլ այդպես ռազմավարությունները ավելի արդյունավետ չեն կարող լինել։ Դա պետք է արդեն ապրենք եւ տեսնենք։ Հիմա գանք տնտեսությանը, որի մասով դուք հաճախ ձեր մտահոգություններն արտահայտում եք եւ իրոք դրանք իրենց տեղ ունեն, Ռուսաստանից նոր սանկցիաներ են գալիս, արդեն կատնամթերքի շուկային է վերաբերվում։ Սա արդեն գյուղատնտեսության ավելի լայն շերտեր է, նաև ֆերմերային տնտեսություններ, հա, անասնապահությամբ զբաղվողներ, մթերողներ, որոնք գյուղացուց կաթ մթերում են եւ կատնային արտադրանքներ են ստանում, Հիմա ստացվում է, որ իրենք եւս խնդրի առաջ են եւ Ռուսաստանը արգելեց այդ ներմուծումները Հայաստանից։ Ինչ է սպասվում, հանքային ջրերի արգելքը կա, ոգելից խմիչքների որոշ ընկերությունների համար արգելքը կա,
Գյուղատնտեսության համար կա։ պտուղ բանջարեղենի համար արգելքը կա։ Հիմա արդեն կատնամթերքի համար արգելքը կա։ Համաշխարհային բանկի գնահատականը կա, որ եթե Ռուսաստանի այս գործողությունները մոտեցումը շարունակվի, ապա Հայաստան լրջագույն տնտեսական խնդիրներ ունի։ Եվ սրան զուգահեռ մենք ունենք իշխանություն, որը գոնե հրապարակային, թեթև սոլիկի վարկագծով է նայում այս ամեն ինչին, թե բան ծիրանը կտանենք Ֆրանսիա, հետո կխնդրենք Ֆրանսիայից ծիրան ուղարկեն, չգիտեմ, ծաղիկը կտանենք Հոլանդիա, բրինձը կտանենք Հնդկաստան, Հայաստանից, գազ կարտահանենք Իրան, այսպեսի մոտեցում կա, ասենք։ Դե իշխանությունը շատ անլուրջ է, բայց իրականում շանգլուխը բացարձակ այդտեղ է թաքնված։ Իրականում Ռուսաստանը որոշում է Հայաստանում արտադրվող բարիքի չափաբաժինը։ Հայաստանի տնտեսությունը արդեն պլանավորում է Ռուսաստանը։ Տեսեք, ինքը քվոտավորում է իրականացնում իր մոտ ներկրումների։ Եվ ասում է դուք տեսաք, որ ռուսական շուկայից այն կողմ այլ շուկա չունեք։ Խոսում եք անիմաստ 2 ամիս կխփեք 3 ինչ որ մի ոլորտի սուբսիդիա կհատկացնեք եւ այլն, բայց ձեր հիմնական շուկան կա եւ մնում է Ռուսաստանը։ Այսօր մենք կորոշենք դուք որքան ծաղիկ արտադրեք, այլևս դուք չեք որոշի։ Մենք կորոշենք, որ ծաղիկի պայմանական ներկրումը բաշխում ենք Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջև։ Կատնամթերքի ներկրումը բաշխում ենք Թուրքիայի, Հայաստանի եւ Վրաստանի միջև եւ այսպես շարունակ։ Սա ինչ է նշանակում։ Սա ուղի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերջնական փլուզում է։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը իմիջայլոց այդպիսի չարի գործելու մեջ որոշակի անկեղծություն ունի։ Միշտ հայտարարում է։ Գիշեք հայտարարեց երևի 1-2 տարի առաջ, ասեց անկախությունը եւ ինքնիշխանությունը մեկից կախվածության վերացումն է եւ շատերից կախվածության ավելացումը։ Ինքը անկեղծորեն ասեց, Ռուսաստանից կախվածությունը նվազեցրեց, կախվածությունը ավելացրեց, Թուրքիայից ավելացրեց, Ադրբեջանից, բայց շարունակեց նաև կախվածությունը Ռուսաստանից։ Հիմա Ռուսաստանն ասում է կախված ես ինձանից, այլևս դու չես որոշի որքան արտադրես, ես կորոշեմ որքան արտադրեմ։ Ու իմիջայլոց, գիտեք, միայն դա քաղաքական այո բաղադրիչն է։ Հիմա մենք կնեղանանք, չենք նեղանա, վատ կտրամադրենք, լավ կտրամադրվենք, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը իր տնային աշխատանք չի կատարել ու ընդ որում այսպես բազմավոլորտ հանգամանքներում չի իրականացրել։ Մի կողմից տնտեսվարողը չի արտադրել այն արտադրանքը, որը կարող է մուտք գործել ռուսական շուկա, այսինքն բոլոր այդպես ներկրման չափանիշներին համապատասխան, սերտիֆիկացման բոլոր այդ չափանիշներին համապատասխան, հաջորդ կողմից Հայաստանի Հանրապետությունը չի իրականացրել պատշաճ վերահսկողություն։ Այսինքն արտադրողը, պայմանական ծաղիկ արտադրողը որոշակի թերացումներով, որոշակի այդպես հիվանդություններով եւ այլնով շարունակել է արտանում իրականացրել, բայց Հայաստանի Հանրապետության պետական վերահսկող գերատեսչությունները իրենց պարտականությունները չեն կատարել, որ ասեն, ինչ է արտահանում։ Իսկ միգուցե դա ընդհանրապես պետք է չէր, որ Հայաստանում վաճառվի, որովհետեւ որքան վտանգավոր է ռուսական շուկայի համար, նույնքան վտանգավոր է հայկական շուկայի համար, հայերի կյանքի համար, մեր հայրենակիցների կյանքի համար։ Հետևաբար, այստեղ մի քանի միքսեր պիտի իրականացնենք։ Տնային աշխատանք չի կատարվել ու չի կատարվում։ Եվ երկրորդ Ռուսաստանը որոշում է, որ ինքն է այսուհետ Հայաստանի Հանրապետության տնտեսության պլանավորող, որովհետև ասում են դուք չեք կարողանում պլանավորել։ Տեսեք, բայց կարծեք թե միայն արդեն Ռուսաստանը չէ, դուք չնայած խոսեցիք դրա մասին, որը վստահ եմ լսել եք Ալիևի հարցազրույցները, որ մենք ենք ապահովում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, չգիտեմ, պարենային անվտանգության մասն խոսում, այսինքն ստացվում է ոչ միայն Ռուսաստան, այլև Ալիևն է ասում, ես կասեմ ինչպես կապրեք դուք Հայաստանում։ Այսինքն դա նույն կախվածության ուղղակի մի քանի երկրներից եւ անձանցից ավելացումներ ընդհանրապես։ Չգիտեք, կախվածության ներողություն եմ խնդրում, կախվածության մասը հասկանանք, բայց ախր պետություններն էլ չէ պիտի հասկանան ումից են կախված, որտեղ մի բան է կախված լինել Ռուսաստանից, որը լավ չի, իհարկե լավ կլիներ մենք մեր արտադրություններն ունենայինք, բայց այլ բան է, որ դու կախվածության մեջ լինես քեզ ցեղասպանած պետությունից, այսինքն քո նկատմամբ թշնամական նպատակները ռազմավարություն ունեցող պետություն, սա լրիվ ուրիշ բան է, այսինքն ինքը նաև այդ թշնամական գործողությունները տնտեսությամբ է շարունակելու Հայաստանի տարածքում։ Եվ այո, Ալիևն է որոշելու Հայաստանում ով ինչ բիզնեսով զբաղվի։ Դուք տեսաք, չէ՞ որ ասենք շաքարի հարցով, բենզինի հարցով Ադրբեջանում էին որոշում հայաստանցի որ գործարարները այդ բանից քվոտայից եկամուտ կստանան։ Որ գործարարն է իրենց հանդեպ տրամադրված ավելի բարյացկան, որ գործարարի համար գոյություն չունի հայրենիք եւ այդպես բաշխումը կատարելու են։ Բայց արդեն իրանք են որոշում։
Դե հա, դա ակնհայտ փաստ է արդեն, ակնհայտ փաստ է, պետք չէ այստեղ միայն այդպես Ռուսաստանից կախվածությունը շեշտադրել, Ադրբեջանից կախվածություն, Թուրքիայից կախվածություն ավելացել է եւ ճիշտ եք նշում, ցեղասպանած պետությունից, բայց նաեւ ցեղասպանելու դեռևս ցեղասպանություն շարունակելու նպատակ ունեցող պետությունից։ Գիտեք, հարցի մեջ ձեր շատ կարևոր էր պետություն, որ պետությունը կցանկանա։ Ճիշտ եք, որևէ պետություն չի ցանկանա, որևէ ժողովուրդ չի ցանկանա, բայց ինչու ենք մենք մեզ նույնականացնում կամ մեր նպատակները նույնականացնում Նիկոլ Փաշինյանի կառավարության նպատակների, չէ՞ որ նրանց նպատակը Հայաստանի Հանրապետության վերջնական լուծարումն է, Հայաստանի Հանրապետության ողնաշարն ու դիմադրողականությունը ջարդելն է, այսինքն մենք ունենք տարբեր նպատակներ։ Ուղղակի ինքը ունի փաթեթավորման լավ, այդպես կամ հմտություններ կամ խորհրդատուներ, որ գալիս է հայ հասարակությանը կարողանում է մոլորեցնել, խաբել, վստահությունը չարաշահելով որոշակի քվե ստանել։ Եթե մենք որոշակի շերտերի բաժանենք Նիկոլ Փաշինյանի այդպես էլեկտորատը, իշխանության այդ կերակրատաշտակից օգտվողներն են, որոշակի դեռևս իրան հավատացողներն են եւ վարչական ռեսուրսի չարաշահման արդյունքում իրեն ընտրողներն են, այսինքն մոտավոր 30 աստիճան համակարգ կարող ենք բաժանել։ Այսինքն, տեսեք, վտանգավորը որտեղ է, դեռևս կան փաստորեն իրեն հավատացողներ։ Ու այս հավատացնողներին Նիկոլը անընդհատ փորձում է նույն բառապաշարով, այսպես չարագործությունը բարիքի ստեղծման անվան տակ թաքցնելով տանի պետությունը հանձնելու։ Հիմա նոր ճանապարհ են չէ կառուցում նոյեմբերյան Իջևան հատվածում, շինարարությունը կարծեմ արդեն սկսվել է։ Հիմա ճանապարհը կկառուցի, կգնան կլուսանկարվեն, կասեն տեսեք Հայաստանն իր անկախության ամբողջ պատմության ընթացքում այսպես ճանապարհ չի ունեցել եւ այլն, հետո հաջորդի կհայտարարի կասի դե մեր ինչին էր պետք ոսկեպարով այդ ամբողջ ոլորաններով ճանապարհը։ Եկեք ոսկեպարը հանձնենք։ Այսպես խաբեությամբ տանում է դեպի հանձնման։ Ու ես դες վստահեցնում եմ, քանի որ ես նաեւ ծնունդով նոյեմբերյանից եմ, նոյեմբերյանի հասարակության կեսից ավելի չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է այդ թվում վերին ոսկեպարը։ Ես ես դուրս բան եմ ասում, չեն հավատում, որ մարդուն ասում ես հանձնելու է, ասում լավ ոնց կարող են հանձնել։ Մինչև որ գա կհասնի արդեն, հիմա ուրիշ ուղղությամբ են աշխատում։ Դե երբ է մերի եղել, որ Օվերտոնի պատուհանով անընդհատ մարդկանց խաբում, ինչ որ մի փուլի սկսում է հասարակությունն էլ հարցը։ Հիմա եկանք շատ կարևոր թեմա է, որի մասին ես ուզում եի ձեզ հարց տալ, ես մտածում եմ ոնց կգանք այդ խոսակցությանը։ Տեղեկատվական միջավայր, որովհետև այն ինչ որ դուք ասացիք, որ ստատուս քվոն պիտի փոխվի քաղաքական դաշտում, որովհետև իրականում թարմ նոր հայտի կարիք կա, բայց տեղեկատվական միջավայրն էլ ունի ինչ որ ստատուս քվո, իշխանական ընդդիմադիր, հա, եւ իշխանականը բնականաբար պետական ռեսուրսների հաշվին առավել այսպես ազդեցիկ է, ավելի լայն տարածում ունի, բայց այդ մեդիա ստատուս քվոն էլ տեղեկատվական ստատուս քվոն էլ պիտի փոխվի, որորակարգ փոխվի։ Չէ՞ որ կարելի է այստեղ լավ բաներ խոսալ, բայց նայելով 10,000 մարդ լավագույն դեպքում, հա, հանրային հեռուստաընկերությունը կանչելու է մի, ասենք, մարդու, որը որևէ փորձագիտական ճանապարհ չունի անցած, փորձագետ են ներկայացնելու վերջին հիմարությունները խոսելու, նայելու են 4-500 հազար հեռուստադիտողներ։ Այնպես որ սրա մասին ինչ կասեք։ Դրա մասին այսպես ամառային ներողություն եմ խնդրում, հա։ Այս գործարարների նկատմամբ որ գործողությունները լինում են Գագիկ Ծառուկյանի մնացածների նկատմամբ, քանի որ դուք շփվում եք, գուցե նաև վերլուծել եք ձեզ համար, այդ գործարար աշխարհում կա գիտակցում, որ եթե իրենք չստեղծեն ինստիտուտներ, ու հավաքական իմաստով ինստիտուտներ, ապա հերթ իրենց թե գալու եւ իրենք էլ են մենակ մնալու, ինչպես միլիարդների կապիտալ ունեցող, հազարավոր, տասնյակ հազարավոր աշխատողներ ունեցող Գագիկ Ծառուկյանը։ Գործարար համայնքը դա պատկերացնում է, ու գործարար համայնքը ամենախոցելի համայնքն է։ Ինքը ոչ թե փորձում է դրան ինչ որ պատնեշներ ստեղծել կամ ինստիտուտներ ստեղծել, այլ փորձում է կապիտալ տեղափոխել Հայաստանի Հանրապետությունից։ Մենք ժամանակին դա վատ ճանապարհ է։ Իհարկե վատ ճանապարհ է։ Մի քանի տարի առաջ մենք դեռևս ասում էինք կապիտալի արտահոսք։ Վերջին մի քանի տարիներին փոխել ենք անվանումը, ասում ենք կապիտալի փախուստ Հայաստանից։ Սա ինձ համար անընդունելի է, բայց միևնույն ժամանակ ես չեմ էլ կարող մեղադրել, որովհետև ինքն էլ իր պայքարի այդ կամ հեշտ ասենք անուն, հա, հեշտ ուղի է ընտրել։ Այսինքն մտածում է հետեւյալը, որ եթե ես ընդդիմանամ որևէ գործողության, ապա իմ ունեցվածքը կխլեն, ինձ կունեզրկեն, ինձ կդատապարտեն եւ այլն, ավելի լավ է դիվերսիֆիկացնեն եկամուտները։ Եվ այդպես կապիտալը հանում է Հայաստանի Հանրապետությունից։ Վերջին տարիներին մասնավորապես մեծ թափ է հավաքել դա։
Կա այլ գործարար սեգմենտ, որոնք որ չէ, դեռևս փորձում են ըմբոստանում են դուրս են գալիս եւ այլն, բայց դրանք էլ կամ փոքր խումբ են կազմում, չեն կարողանում, կամ ինչ որ մի ձև գտնում են այդ թվում նրանց լրացնելու համար։ Հիմա կարծում եմ սեփականության իրավունքի խախտումը պետք է ահազանգ լինի բոլոր գործարարներին, որ սեփականության իրավունքի անխախտելիության դեմ պայքարի դուրս գան։ Միկրոից մինչև խոշոր գործարարներ։ Բայց համախմբումը կարծես թե չկա, համախմբողն էլ կարծես թե չկա, բայց մենք ապագայում պլանավորում ենք գործարարներ թուրիստին աշխատանք։ Քննարկումներ սկսել են գործ փակ թեկուզ քննարկումներ, եթե չկան վախենում են, որովհետև յուրաքանչյուրիս հետևից մի քանի մեքենա է, չէ՞ պատտվում անընդհատ։ Շարժեր են վերահսկում, իմ, ձեր գործարարների, ովքեր քիչ թե շատ լավ միջին կատեգորիայի գործարարներ են, անդադ նրանց հետևում են։ Մարդիկ նույնիսկ փակ սենյակներում, որտեղ չկա հեռախոսներ կամ այլ տեխնիկական միջոցներ, մարդիկ վախենում են խոսել։ Ես դες դա ասում եմ ոչ թե կանխատեսելով, այլ փորձարկված։ Չեն խոսում եւ վերջ քաղաքականությունը թողում ենք սրանց բան չասենք, լսում են հիմա, չգիտեմ, անօթաչու թռչող սարքերով են նույնիսկ լսում լասերներով եւ այլն ու վախենում են։ Ինչ վերաբերում է արդեն տեղեկատվական հոսքերի կառավարմանը, այսինքն գործարար համայնքին այստեղ չենք կարողանալու բերենք տեղեկատվական հոսքերի այդպես ինստիտուտներ ստեղծելու։ Մենք ինքներս պետք է անենք եւ այս ժամանակահատվածը համարում ենք մեր համար Հայաստանի ամառային արձակուրդային, բայց տնային աշխատանք կատարելու ժամանակահատված, այդ թվում փորձարկումներ կատարելու։ Ինչպես իրականացնենք, ինչպես անկախ լրատվամիջոցների հետ կարողանանք աշխատանքը արդյունավետ դարձնենք, այդ թվում սեփական, սոցիալական էջերով ու ցանցերով կարողանանք մենք տեղեկատվությունը անընդհատ հասանելի դարձնենք։ Դեռ վերջնական պատասխան հիմա չունեմ, բայց վստահ եմ, որ գտնելու ենք լուծում։ Գիտեք ինձ ինչ է զարմացնում, որ այս 8 տարիների փորձը, դաժան փորձը, ի վերջո տեղեկատվական միջավայրի պատասխանատուներին, մեդիաներին չբերեց նրան, որ ընդհանուր օրակարգեր լինեն, այսինքն ընդհանուր օրակարգ ասելով ոչ թե ինչ որ մարդու գովազդի մասին է խոսքը, այլ թե օրակարգային հարցերի շուրջ տարբեր շերտերով լուսաբանում, տարբեր տեսանկյուններից ներկայացում։ Եվ այստեղ ես ձեզ ասեմ տեղեկատվական միջավայրի մասով էական ազդեցությունի խորհրդարանը, դուք ասացիք ամբիոնի մասին, որ լայն լուսաբանում ունի, եւ այստեղ ես ձեզ հետ համաձայն եմ, եւ իմ գնահատականը կոնե մեծ մասով կլինի այն, որ նախորդ 5 տարին այդ խորհրդարանը լավ չի աշխատել, որովհետեւ մենք որպես լրագրողներ անում ենք հետաքննություններ, բացահայտումներ, ու դա անգամ դու խնդրում էիր, չգիտեմ, աղաչում էիր, առաջարկում էիր, որ կլի այս թեման խորհրդարանի ամբիոնից էլ բարձրացրեք։ Ու հազվադեպ էր լինում, որ բարձրացնեն, այսինքն այդ կարևորագույն ամբիոնը ու հիմա այո, երբ որ նորից այդ մարտիկ մանդատները վերցնում են, իրաց պետք է ասել, որ եթե դուք այս կարևորագույն թեմաները ամբիոնից չբարձրացնեք, ապա չնեղանաք մեզանից, որովհետև մեդիան իր գործը անում է, ասենք, լավ, մեր մասին չխոսամ, հետքի մասին խոսամ, հետքը տասնյակ ֆանտաստիկ հետաքննություններ անում իշխանության տեղյակների բան ու չկա մի падգամավոր, որ հելնի ուղղակի հոդվածը կարդա ամբիոնից, ասի սիրելի ժողովուրդ, ահա հետքը արել է այսպիսի բացահայտում, հետքում դա կարդա, ասենք 5000 հոգի, ես սա կարդում ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, այսինքն պարզ գործիք է, չէ՞ որ կարելի է օգտագործել։ Իհարկե պարզ գործիք է եւ իհարկե այստեղ մենք կարողանում ենք հենց ձեր ասած հարցադրման պատասխան տանք։ Հիմա ովքեր են սպասարկում Նիկոլի օրակարգը, նույն հետքը թե դուք, որ հետևողականորեն չեք գնում բացահայտումները անընդհատ լայն հասարակության լայն հատվածների չեք ներկայացնում։ Գումարած մեդիաներն էլ գիտեք, ես չեմ ուզում որևէ մեկի, որևէ մեր գործընկերոջ աշխատանքը այդպես նսեմացնեմ, բայց կարելի է սա ընդունել բարի խորհուրդ, մտերմաբար, բարեկամաբար, պետք է նմանատիպ, այսինքն ընդհանուր օրակարգային հարցերը կապ չունի ով է, որ թևից է, որ կուսակցությունից է լուսաբանման առիթ հանդիսանա։ Մասնավորապես նախընտրական ժամանակահատվածում կարծես թե բոլոր ընդդիմադիր ուժերով կար համերաշխություն միմյանց հանդեպ, բայց միմյանց մեդիաներում տեղ չէին հատկացնում, որպեսզի հաջորդի ռեյտինգը ավելի չբարձրանա եւ այսպես շարունակ։ Միգուցե դա իր պատասխան ունի, բայց դա շատ վատ պրակտիկա է։ Ես մի անգամ մեդիաներին շատ մտերիմ գործընկերների այդպես եւ դիտողություն եւ հորդոր ու խնդրանք ներկայացրեցի, որ դուք վերցել եք բոլոր մեդիաներով տարածել եք Նիկոլ Փաշինյանի ծնկի գալու տեսարանը, որը որ դրական էմոցիա է առաջացնում մարդկանց մոտ, այսինքն դուք դրանով գովազդում եք Նիկոլ Փաշինյանը, դիվիդենդներ եք իր համար ստեղծում։ Բայց
հակառակ գործողությունը ինչ որ ընդդիմադիր գործ չի, որևէ մեկը չլուսաբանեցիք։ Այստեղ ես համաձայն եմ ձեզ հետ, բայց կամ մեդիայի պատասխանատու մեր մասով ես էլ ասեմ ինչ խնդիր կա օրինակ։ Տեսեք, հիմա ընտրություններն անցել են, չէ՞։ Խոշորացույցով ընդդիմադիր գործիչ չես կարող գտնել հարցազրույցի հրավիրել։ Անկեղծ եմ ասում, ասենք մարդկանց գրում ես չեմ պատասխանում զանգերի չեմ, այսինքն այստեղ նաև ընդդիմադիր գործիչների պատասխանատվության մասը կա, որովհետև տեսեք, մեդիան 24 ժամ ինքը պետք է տա տեղեկատվություն։ Այո։ Այդ տեղեկատվությունը ինչ որ չի կարող մեդիան գնա ինքը տեղեկատվական առիթ ստեղծի։ Այդ առիթը պետք է ստեղծեն գործիչները, մարդիկ, քաղաքացիները, չգիտեմ, քաղաքակցությունները, քաղաքական միավորները։ Հիմա երբ որ այդ տեղեկատվական առիթը 90%-ով ստեղծում է Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը, դու չես կարող խուսափել դա լուսաբանելուց։ Այսինքն, այստեղ հարց է, որ քաղաքական գործիչները շատ հազվադեպ են տեղեկատվության առիթներ ստեղծում։ Եվ դրա տեղը կա, այսինքն ուղղակի կրեատիվություն է պետք աշխատել, ամեն մեկը իր մասով աշխատի, ինչ որ մեդիա լուսաբանման առիթ ստեղծի, որ մեդիայից հետո դժգոհելու տեղ լինի։ Թեպետ այդ ձեր առանձին դեպքով կարելի է համաձայնել ձեզ հետ եւ ես այդ համաձայն եմ, բայց դա էլ պետք է նաեւ մեր գործիչներին էլ եւս մեկ անգամ պետքներ աշխատանք տանենք եւ ասենք գիտեք, որպեսզի ընտրություններից հետո բոլորդ մի քանի ամսով չփախչեք կամ նույնիսկ մարդիկ կան տարիներով են չփախչում, հետո ընտրությունների ժամանակ նորից հայտնվում։ Կարծեմ փրկելու մեզ բոլորից։ Ասենք, որ ուղղակի ձեր խոստումների մեջ ավելի զուսպ եղեք, ձեր այդ բառամթերքի մեջ հետևողական եղեք եւ ցանկացած ծրագիր իրատեսականության գնահատականով մի հատ անցկացրեք, որ հետո չգաք ամբողջ մայիս ամսվա ընթացքում խոսեք, հունիսին հենց պարտվեք, այլևս խոսելիք չունեք, որովհետեւ գիտեք, լրագրողը հարցնելու է, բա ինչու եք սա ասում։ Այո։ Պետք է հետևեն, գիտեք, հասարակությունն էլ կարծես թե ողնաշարով հավաքական ինչ որ կերպ զգում է։ Կեղծը կարողանում է տարբերակել իրականությունից, այսինքն տեսնում է, որ խոստումներ կեղծ, որը չէ լավ Նիկոլ Փաշինյանի օրակարգ են կամ Նիկոլ Փաշինյանի դաշտ մտան պոպուլիզմով են զբաղված եւ այլն։ Ու սկսում է չհավատալ։ Դրա համար չեք գտնում ընդդիմադիր գործիչներին։ Նո Ձեր հետ կապված խնդիր չի եղել, կան մարդիկ, որոնց խնդիր չի եղել, բայց իրականում շատ դժվար է, երբ որ այո, մեդիայից կարող է լինել դժգոհություն, բայց երբ որ տեղեկատվական առիթները քիչ են, ընդդիմության կողմից ինչ անես, հիմա լավ, օգոստոսն ընդհանրապես դժոխք է լինելու տեղեկատվության իմաստը, որտեղ բոլորը պայքարի խրամատը տեղափոխում են Դուբայ, չգիտեմ, Եգիպտոս, հետաքրքիր ծովափնյա երկրներ ու լրագրողները մնում են այստեղ մենակ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում էի Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության հիմնադիր Նայիրի Սարգսյանի հետ, տեսություն կհանդիպենք։